2017 թվին եղել է ռեյտինգային տեխնացու ՀՀԿ ցուցակով։ Բայց ասում եք կուսակցական չունի։ Դե կուսակցական պարտադիր չալնես, ինքը պատգամավոր տեխնացու է եղել ՀՀԿ-ի ցուցակում ռեյտինգային Վարդան Այվազյանն ընտրվել, իհարկե իր հեղինակությունը կամ բարձր չէր էլի։ Այդ ռեյտինգայինով Վարդան Այվազյանն ընտրվել, բայց տեխնացու է եղել։ Ասիկ իրաց խմբակցությունից ես տոր նստեցի, հաշվեցի, նայեք, Սասու Միքայելյան, ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվին ինքն առաջադրեց Սերժ Սարգսյանի տեխնացուն նախագահի պաշտոնում։ Համագումարը իր առաջարկին ընդառաջեց։ Ինքը առաջարկեց, որ իր մարտական ընկերոջը առաջադրեց նախագահի տեխնացու, համագումարն էլ ընդառաջեց։ Անդրանիկ Քոչարյան եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Վազգեն Սարգսյանը հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցած առաջնորդներից մեկն է։ Եկանք բանը Սերգեյ Բագրատյանը ՀՀԿ-ի պաշտոնավորման շրջանում որպես կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, դից առաջ ինքն է եղել։ Կնյազ Ամիդիչը Հասանովը 17 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի պատգամ։ Բանը Ծովինար Վարդանյանը, հայրը Գևորգ Վարդանյան, եղել է պետնախարար, շրջակա միջավայրի նախարար, պաշտպանության նախարար, տարբեր անձինք են հայրը եւ երեխան։ Հա, բան չունեմ ասել, բայց այստեղ էլ է, չէ՞, շեշտվում է, որ այս ինչի հայրը պաշտոնա զբաղեցրել, ինչի հայրը խմբակցություն, բայց դրա այդ համատեքստում եմ ասում։ Էլ ով կար ընդ։ Հələ չընտրվածների մեջ, այո, Ռուբինյանն էլ դրաշե ժամանակ։ Բանը գալիս ենք, ասեմ ձեզ, այնտեղ չընտրվածների Շիրակը Թորոսյան 3 անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ Գագիկ Մելքոնյանը, որ անցած սազիվին կար, պաշտպանության նախարարի տեղակալը նշանակվի երկու գեներալական երկու կոչումն էլ Ռոբերտ Քոչարյանից է ստացել։ Այսինքն նստած 11% խմբակցության հիմիկ բա։ Ուղիղ կապ ունի։ Հիմա իրավունքի ուժով ա եղել դեռևս 10 քանի 12 թվին դեսպանը նշանակվի 14 թվին։ 12 տարի առաջ։ Պարոն Ղազարյան, քանի հոգու հաշվեցիք, ասեցիք 10 քանի հոգի։ 7-8 հոգի էսպայի դրությամբ, այսինքն ուղիղ տենց կապերով է։ Բան Սարիկը Մինասյանը։ Ասին չէ որ բայց ասեն բանը դիմում ա գրել, որ դիմում է դրեցին, չէ՞, մամուլում հետ եմ հիշում, որ դիմել ա, որ անդամակցել, ընդունվել ա կուսակցության շարքեր թե չէ, բայց այսինքն մտադրություն բան եղել է։ Նես որ հիմա դա ասի ինչ է, այդ բան ունենալով ուզում ասել, ում ինչ են ասում էլ։ Պարոն Ղազարյան, Վիլեն Գաբրելյանը ձեզ հորդորեց իր ելույթների ժամանակ ձեր գլուխը կախել։ Շացում է դարձել։ Շացում։ Ինչ։ Իրան համար Վահագն Ալեքսանդր